բարերար Սամվել Կարապետյանի ինչն էր պակաս, որ եկավ կանգնեց իր պաշտպանության հայ առաքելական Սուրբ եկեղեցու, միլիարդատեր, ամենտեղ հարգանքելուներ, պատիվելուներ, կշիռելուներ այդ մարդուն, որևէ խնդիրել չուներ, բարեգործ մարդ էր, Աստված օրնի ընտանիքը բարեգործություններ անում, եկեղեցիներ էր կառուցում, մանկապարտեզներ էր կառուցում։ Ոչ շփոթես, ասես Սամվել Կարապետյանն արել, Սամվել Կարապետյանն կառուցել։ Սամվել Կարապետյանն կառուցել, Սամվել Կարապետյանն։ Մի հատ համեմատեք էլի, ասեն գնացեք այն վերևից նայեք Արցախի, սա Նիկոլ Նահանձներ, սա Նիկոլ Նահանձներ։ Սա Նիկոլ Նահանձներ, սա Նիկոլ Նահանձներ։ Ես երեք տավուշում էի։ Սա կառուցել է Սամվել Կարապետյանը, կառուցել է։ Տեսնում եք հրաշալի մանկապարտեզները, որ սարքել է պարոն Կարապետյանը։ Ոչ միայն կառուցել է այդ շքեղագույն, չգիտեմ, մանկապարտեզները կառուցել է, այլ նաև մինչև հիմա հովանավորում այդ մանկապարտեզ։ Այդքան երեխային սննդով, ամեն ինչով, չգիտեմ, էլի 5 աստղանի հյուրանոցի կարգի մանկապարտեզներ։ Այն Կովազգի ցեղի ներկայացիչ կանի անունով ավականանու, այ Կովազգի։ Այս Կովազգին, գիտեք ինչ ասում է, լավ է Սամվել Կարապետյանը ապահով ստեղ նստած, թե չէ կգնա ռուսական կակիբեի, չգիտեմ ինչի, ասում է կտանեին Բաքվի, բան, ինչ ես խոսում, այ Կովազգի, այ անբարոյական։ Այ պիղծ։ Հայտարարությունը այնա որ ամեն օր քաղբանտարկյալների թիվը ավելանում է։ Եթե մի ժամանակ մենք ասում ենք 40, հիմա ամեն օր ավելանում 60-ից ավել։ Նիկոլի կողքը կանգնած էր բանը, այն որ իր եղբոր արձանն ու ազատագրած տարածքները պղծողի կողքներ կանգնել, Արամ Զավենի Սարգսյանն այնտեղ բանով առոք մի հատ էլ մեծ խոսում էր, գրկախառնվեց կանգնած պղծության մասնակից, որ չի համբերում թուրքը երբ այդպես հայեր էլ կան, գիտեիք, չէ։ Վազգեն Սարգսյան, Աստված իմ երևի ձայնը հասնի այդտեղ։ Գիտեիք, որ ձեր տանը օրինակ թուրք սիրող թուրք, այդպես չի եղել այդ ընտանիքը։ Ինձ Գրետա մայրիկը պատմում էր, երբ որ հարցազրույցի էի գնացել այնտեղ։ Ասում է, որ ասես գնաց նստեց ավտոբուս, ես էլ ասում ասեց խալաթով գնացի, որ հետը բան, ասում է ամուսինս ասեց դու ես ամեն ինչ անում, որ սենց առաջին բան, ասում ասի, բա ինչ անեմ, թուրքը ստեղ ա գամ ես մորթի, ես ապշած եմ, ոնց կարող էր Գրետա մայրիկից այդպեսի մարդ ծնվի, որ այսօր ասի, եկեք դռներս ու սրտերս ու չգիտեմ ինչերս բացենք, թուրքը գա։ Ես չգիտեմ, ասենք անոմալիաներ, ինչ որ sense բաներ ինքը չկա էլ այդքան որ իրանից խորանանք խոսանք, այստեղ կարևոր մի հատ։ Ինքը ճիշտ ասած վաղար շաբաթցիները sense ես ինչ արեցին իրան, ինչքանի ձայն հավաքե, 20-ներ հավաքել Մարիամ։ Ես վիդեոյի թեման եմ ուզում շարունակենք, ասեք շատ կարևոր։ Ինչքան հավաքել վաղար շաբաթը մեծ փրթողներ։ Քոչար 100 քանից է։ Ենգուր Քոչարյանի բանով ցավով տառապողը, ասում է բարև ձեզ հացկերես։ Ասում է լվաց վերեք, մոլական են սրանք։ Ամփոփելով Լիդիայի թեման ուզում եմ ասեմ սիրելի հայրենակիցներ ջան, Հայաստանի Հանրապետությունում կա կին քաղբանտարկյալ, բոլորի սպարտքն է ամեն օր խոսել դրա մասին։ Խոսել, որ խոսել, ակցիաներ անել, Լիդիան, հավաքներ անել, ընդուզել, տեսակցությունների իրավունք չունի, բոլոր տեսակցությունները սահմանափակված են, ոչ մեկին չի կարող բացի իր պաշտպանից որևէ մեկին չի կարողանում տեսնի իր խոշտանգում էլ ոնց այս պայքարի ընթացքում իր հայրը մահացել է, անգամ դրա բանից հետո հնարավորություն չի ընձեռնվել մարդը գնա իր հոր շիրիմին, 1 տարին է լրացել, այդ մարդը իր խնամքի տակ ունի տարեց մայր եւ այս լուսավոր պայծառ աղջկան տարել են քրեակատարողական հիմնարկում, ես չգիտեմ էլի հանցագործների, ենթադրյալ հանցագործների հետ մի խնդրում դուք պատկերացնում եք մարդը դեռ ընտանիք չկազմած, դեռ նոր կյանք Լիդիային ճանաչող գնացեք տավուշ հարցրեք Ավելի բարի, ավելի մեղմ, ավելի կանացի, ավելի խաղաղ, ֆանտաստիկ հավատքով, մեծ սրտի տեր, շատ Լիդիային ճանաչող, բայց իմ կոչն է, այն մարդիկ, որոնք որ Լիդիային տեսնում էին, մշակույթի գործիչներ կային, ես իմ ինչի չեք խոսում այս թեմայից, ինչի չեք խոսում, ինչ եք լուր, թե գիտեք մերկու պետ պատվեր բան կստանաք լավ, դե ինչ անենք, դե աղջիկա թող բան անի, էտա ճիշտը դա է բարոյական արժեքները, դրանով եք առաջնորդվում, մյուս անգամ անուն հիշելու եմ ձեզ,
Այդ ամբողջ ընթացքում ոնց էիք գալիս ու ոնց էիք հպարտանում ու բան անում։ Ինչ արել այդ աղջիկը։ Ոչ մի բան էլ չի արել։ Ոչ մի բան։ Իրա միակ մեղքը այն է, որ Սրբազանին նվիրված է եղել, հիմի Սրբազանին ցավեցնելու համար, որ Սրբազանին էլ ավելի տանջեն ԱԱԾ պատվալում, այդ մարդուն տալու են այնտեղ, որ ցավեցնեն, որ ասեն, տեսեք, Լիդիային պահում ենք, որ դու էլ ավելի ցավաս։ Դուք պատկերացնում եք, այս մարդիկ այս ամեն ինչով անցնելուց մի հատ ով չեն անում, մի հատ չեն տրտնջում, մի հատ չեն բողոքում, մի հատ իրանց առողջական վիճակից բան չեն ասում, ու մեկ էլ հակառակ կողմը տեսնում ես մարդիկ, որոնք որ ուրացել են իրենց